ընթացքի մեջ է, ու սա վաղուց պատի լիներ, բայց ուշացումը ոչինչ էլի փառք ասու, որ ստեղծվում է 120-ից 150 հազար աշխարհազոր պիտի ընդգրկվի, սա Ադրբեջանի դեմ չի արվում։ Ադրբեջանը ընդհանրապես մեր բանակն է, ելիքը որ դրանց քիթը տրորի։ Վտանգը ավելի մեծ է։ Այս պայմաններում այսօր պատկերացնում եք նորից եմ կրկնում մեր պատմաբաները իբր պատմաբաներ ես որքան տեղեկացա երկու հոգի կիսապատմաբաներ են այդ եղած հանձնաժողովի մեջ մնացողը թուրքեր 6 հոգի թուրքեր նստած մշակում են ծրագրեր թե մեր դասագրքերում երեխաները ինչ պատմություն սովորեն սա ինչ է նշանակում թուրքա հաճո ծրագրերը մշակում որ թուրքերը շոյեն մեր գլուխը տեսեք ինչ լավ ծրագիր են հա մշակել մեր օգտին Այ խոս գնաց մնացողին մասին ինչու ոչ մնացողին ինչու ոչ բոլորին ինչքան Սորոսա ծին Սորոսի գրանտներից օգտվող այսօր իշխանություններում տեղավորված թեկուզ ազգային ժողովում մարդիկն բոլորը պիտի հեռանա որ մաքրվի պիտի ազգայնական էր այսօր միայն այս ձև կարանք մենք այսօր երկիրը փրկենք այս առավելքից եւ արտաքին եւ ներքին թշնամուց հակառակ դեպքում մենք երկիր ենք կորցնելու հակառակ դեպքում այլասերվելու ենք պատական չի ասվում 80,000 դրսից պակիստանցի որը որ Թուրքիայի կիլերներն են պատկերացնում եք Պակիստանցիք պետք է ապրեն, ես իմ հնդիկներ պետք է կան, չինացիք պետք է կան, ինչ են, ուզում եք ձուլեք այս ազգը, ուզում եք ոչնչացնեք հայի գենը, սա եվրեների ծրագիր է։ Ու եթե կհիշեք, մի բան հիշեցնեմ ձեզ, 15 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղից Սախավելը հեծած, Ջավալույից Սախավելը հեծած, գալիս է քաղաքացիական պայմանագիր կնքած, մենք գումարած մենք, այո, տեղի իշխանությունը հիշում եք երևի այդ կոդավորված, հա, ելույթը, այսօրվա մասին էր, ու հաղթելուց հետո իհարկե տեղի ներկա իշխանությունները կօգնեն, որ հա, սրանք գան իշխանության, ու Հայաստանում կկառուցվի Բաբելոնի աշտարակը, այսօր այդ աշտարակն են կառուցում արդեն, ծրագրի այդ կոդավորված ծրագրի վերջնամասն արդեն, Բաբելոնի աշտարակն արդեն կառուցվում, հասկանում եք, սա որտեղից է գալուց այս ծրագրերը երբվանից է ծրագրված այս երկրի վրա ու նորից եմ կրկնում թույլ չենք տա, մի արեք, մի փորձեք Հայաստանում քաոսային վիճակ ստեղծել, հանգիստ հեռացեք, երկիրը մի բացեք, երկիրը, մեր հայի գենը եղել այսօր ամբողջ աշխարհն է մատնանշում հայի գենը, որ դարերով չի փոխվել, չի պղծվել, չի պղտորվել, այսօր դուք եք ուզում պղծեք, պղտորեք, Ինչ է նշանակում ներող կլնեք մի բաներ կուզեմ ասեմ առողջապահության ոլորտի հետ կապված երևի բոլոր լսել եք աստղիկ բժշկական կենտրոնում հա հայտարարություն է որ չբեր կանանց հա արհեստական բարեգործական հիմունքներով արհեստական բեղմնավորում կատարում բարեգործական հիմունքներով ու որից մեկը խորացել է թե այդ ինչ բարեգործություն է ու որտեղից է գալիս ովքեր են անում Իսրայելից ներմուծած սերմ տղամարդու ու Իսրայելի գինեկոլոգ բժիշկներ ներկա գտնվել աստեղ պատկերացնում եք ինչ է կատարվում ինչ են ներարկելու մեր հայ կնոջը ինչ է բերելու ծնդաբերել վաղերկինը լաբորատորիաներում ինչ-որ բուծած սերմ թե եվրե ծրագրված գենը ոչնչացվում այսօր Այս ծրագրի դեմն է պետք պայքարել, ծրագրի, անհատները ասեմ ոչինչ, Սորոսացին ծրագրեր, որը որ մտնում այսօր երկիր, ջհուդացին ծրագրեր։ Շնորհակալություն։